Ողջույն բարեկամներ, ձեզ հետ My Culinary Versions խոհարարական ալիքն է և այսօր մենք պետք է պատրաստենք մալականի թթու կամ ինչպես ասում են կաղամբի չորաթթու առանց ջրի դասական եղանակով։ Սա կաղամբի բնական խմորման եղանակ է, այսինքն միկրոօրգանիզմների միջոցով կատարում է խմորման գործընթաց, որտեղ աղը դուրս է բերում կաղամբի սեփական հյութը և այդ հյութում էլ այն թթվում է։ Մալականի թթվի հիմնական բաղադրիչներն են կաղամբը և աղը։ Ինչպես տեսնում եք, կարմիրով եմ նշել կաղամբը և աղը, իսկ գազարը երկրորդական դեր ունի, կարելի է և չօգտագործել։ Եթե գազարը շատ օգտագործեք, ոչ թե կնպաստի, այլ կվնասի մալականի թթվին։ Ինչ վերաբերում է համեմունքներին, դրա կարիքը չկա, բայց ցանկության դեպքում կարող եք իմպրովիզ անել և ավելացնել ձեր ցանկացած համեմունքները։ Ինչ է մեզ անհրաժեշտ, արդեն ասացի, կաղամբ և աղ։ Ուրեմն մեզ պետք է կոշտ, սառը, սպիտակ կաղամբ։ Սա լավագույնն է, ուրեմն մալականի թթվի համար։ 1 կիլոգրամ կաղամբի համար անհրաժեշտ է 20-ից 25 գրամ խոշոր աղ, դա ստացվում է 1 ճաշի գթալ աղ, և գազար 1 փոքր, ըստ ցանկության, եթե չեք ցանկանում, կարող եք չօգտագործել։ Հիմա անցնենք նախապատրաստական աշխատանքին։ Նախ պետք է կաղամբի վրայի տերևները հեռացնել, կիսել կամ բաժանել 4 մասի, այնուհետև լվանալ հոսող ջրի տակ։ Ինչու մասերի բաժանել, հետո լվանալ, որովհետև ամբողջական կաղամբը երբ լվանում եք, դա հավասար է չլվացածի, քանի որ կաղամբի շերտերը չեն լվացում, ներսից պետք է կաղամբը լվացվի, այնուհետև պետք է ջր քամվի և անցնում ենք դրանից հետո շերտատմանը։ Կտրատում ենք բարակ շերտերով։ Եթե գազար եք օգտագործում, պետք է քերել հաստ քերիչով։ Նույն տարայի մեջ լցնում ենք շերտատած կաղամբը, գազարը և ավելացնում աղ և խառնում, եթե քիչ եք պատրաստում, իսկ եթե շատ եք պատրաստում, լավ կլինի շերտերով լցնել աղը, այսինքն մի շերտ բանջարեղենը, կաղամբն ու գազարը, այնուհետև աղ, կրկին կաղամբ, գազար, հետո աղ, մինչև կվերջանա, այնուհետև լավ խառնում ենք ձեռքերով, սեղմում, որպեսզի մեջի օդը դուրս գա և ջուրը դուրս գցի, վրան ափսե ենք դնում, այնպես որ զանգվածը ամբողջությամբ ծածկվի և վերջում վրան ծանրություն ենք դնում, որպեսզի կաղամբը չբարձրանա։ Հիմա անցնենք թթվելու պրոցեսին, ինչպես է կատարվում։ Արդեն նախապատրաստած կաղամբը պետք է թողնել սենյակային ջերմաստիճանում 2-ից 4 օր, մինչև սկսի փրփրել։ Ամեն օր 1-ից 2 անգամ պետք է բացել փայտիկով կամ մատով քիչ ծակծկել, որ գազերը դուրս գան, այնուհետև կրկին սեղմում ենք։ Երբ համը դառնա հաճելի թթված կծու, նշանակում է մեր չորաթթուն պատրաստ է։ Կաղամբը լցնում ենք ապակյա բանկայի կամ էմալապատ տարայի մեջ, ամուր սեղմում, որպեսզի կաղամբի ջուրը բարձրանա, ծածկի կաղամբը։ Պետք է տեղափոխել սառը տեղ, սառնարան կամ նկուղ։ Հիմա օգտակար խորհուրդներ լավ չորաթթու ստանալու գաղտնիքը ճիշտ աղի չափն է։ Պետք չէ անհանգստանալ վրայի փրփուրի համար։ Դա նորմալ է, պարզապես մակերեսը պետք է մաքրել։ Չորաթթվի ճիշտ հոտը թեթևակի թթված սուր հոտ է։ Կաղամբը միշտ պետք է ջրի տակ մնա, հակառակ դեպքում վերևի շերտը կարող է փչանալ։ Հիմա վերջացրինք, ամփոփենք ըստ նկարի։ Ուրեմն տեսնում եք կաղամբը 4 մասի բաժանած, լվացել եմ ջրքամերով և 1 գազար, փոքր գազար, շերտատել եմ։ Շերտատելուց հետո տեսնում եք կաղամբ և գազար միասին աղը, լավ խառնում ենք ձեռքերով, ջուրը դուրս է գցում, վրան ափսե ենք դնում, այնուհետև ինչ որ ծանրություն, ես այս ապակյա թասի մեջ ջուր եմ լցրել և վրան կափարիչ, արդեն ծանրությունը և դրել եմ վրան։ 2-ից 4 օր հետո կտեղափոխեմ ապակյա, ուրեմն տարայի մեջ կամ էմալապատ կաթսայի մեջ և կտեղափոխեմ սառը տեղ և այսպիսով կվերջանա մեր մալականի թթվի պատրաստումը։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք ցտեսություն։